Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ է տնտեսապես, ռազմականապես, քաղաքականապես, քան Թուրքիան եւ Ադրբեջանը, այդ ընդունենք։ Ինչքան էլ որ մենք համախմբվենք, ինչքան էլ որ մենք, չգիտեմ, ոգեղեն ուժունենք, չի աշխատում։ Կա զենք, կա հրթիռ, կա տնտեսություն, կա ֆինանս եւ այլն։ Դրա դեմ խաղ չկա։ Ուրեմն դու պետք է պայքարը տանես այն դաշտը, որտեղ դու ուժեղ ես։ Հայաստանը ուժեղ է միայն միջազգային իրավունքի դաշտում։ Դրա համար ինքը պիտի բնականաբար խնդիրը փորձի լուծել միջազգային դատարանի միջոցով։ Իսկ միջազգային դատարանում կա երկու ճանապարհ լուծելու։ Մեկը նրա կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա հայցելով խորհրդատվական կարծիք, advisory opinion կոչեցյալը, որը պարտադիր չի կատարման համար, բայց դա շատ կարևոր է, այսինքն դիմում ես եւ ստանում ես թե ինչ բան ունի, կարգավիճակ ունի այդ հարցը, մյուսը, հա, սա 65-ներ եւ մյուսը 33, չէ, ՄԱԿ-ի կանոնադրությունը մի վարքյան, հա, այս 36-րդ հոդվածը ՄԱԿ-ի դատարանի, որը ասում է 36-ի երկրորդի բակետը միջազգային իրավունքի ցանկացած հարց կարող է վերցնել քննության եւ տալ եզրակացություն փաստի առկայության, թե ինչ որը հաստատում է ինչ կարգավիճակ ունի եւ այլն խախտում է բան պայմանագրի։ Այսինքն միակ ճանապարհը հետեւյալն է։ Այն որ զարգանում է միջին արևելքը իր ընթացքով գնում է, մեր անելիքը ինչ դելնի։ Առաջինը չփչացնել մեր իրավունքները, չհրաժարվել, չփչացնել, համը չանել տարբերակով։ Հակառակ դեպքում դա մեր դեմ են տալու անպայման, ասելու են դուք արդեն հրաժարվել եք եւ այլն։ Մյուս տարբերակն է պատրաստել իրավական փաթեթը, որովհետեւ դրա մասին ես եթե հետևեք 15 տարի է խոսում եմ, ես դրա մասին խոսում եի այն ժամանակ, ոսկե ամերիկացիք չգիտեն, որ իրանք միջին արևելք մտնելու են եւ կռիվ են տալու եւ ես որ ասում եի ամերիկացիք ու հрьяաները կռվելու են Թուրքիայի դեմ, ասում են ինչ եք ասում եղբայրեն։ Համբերեք, գրանա դնում ամեն օր լսեք հայտարարությունները, ամեն օր Թուրքիայի հայտարարությունները, Իսրայել դեմ, Իսրայել դեմ, Թուրքիայի դեմ։ Դա Բախշայերի բախում է, որ լինելու է անխուսափելիորեն, որովհետեւ Իրանը ավարտելուց հետո Իրանը պետք է իշխանափոխություն լինես, էլ հայերը չեն հասկանում։ Իրանի իշխանափոխությունը առաջին հերթին իրանցի ժողովրդի օգտին է, երկրորդ հերթին հայ ժողովրդի օգտին է, որտեղ Իրանը դառնալու է թիվ 1 դաշնակիցը Միացյալ Նահանգների եւ միասնաբար, իսկ հետևակը մենակ Իրանը կարա տրամադրի, Իսրայելը տրամադրող չի հետևակը։ Իսրայելը կարա տրամադրի հրթիռներ, օդանավեր եւ այլն, բայց հետևակ տրամադրելու է Իրանը, որպեսզի այդ բոլոր հավակնությունները Թուրքիայի մեծամիտ ձգտումները տեղը դնեն։ Եվ դրան գնալու է։ Այդ ժամանակ բոլորը հիշելու են հայերի իրավունքների մասին, բոլորը խոսելու են Ուիլսոնի իրավարարվեցրի մասին, բոլորն ասելու, իհարկե բացի հայերից։ Իրանք անելու են։ Այդ ամբողջ, բայց անելու են իրանք։ Հիմա հարցը հետևյալն է. մենք պատրաստ կլինենք ինչ որ մի բան կստանանք, մենք պատրաստ չենք լինի, այնտեղ պատրաստ մարդիկ կան, քրդերը կան ու կան։ Այդ հողերը թուրքերին չի մնալու։ Դա իրանց համար անիծյալ հողեր է։ Այդ չի մնալու իրանց, բայց հարցը հետևյալն է. ով է ստանալու, հայերը թե քրդերը։ Քրդերը ապրում են հողի վրա, քրդերը կռվող ժողովուրդ են եւ ունեն հնարավորություններ։ Բայց իրավական առումով եւ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եթե այդպեսին կարողանանք խաղալ, ոնց որ թե այդքան էլ չի ստացվում, էլի, մենք ավելի շատ բան ենք կատարող ենք, քան անդադասում ենք ինքնիշխանություն, բայց ոնց որ թե այդ չկա։ Եթե այդ լենք Հայաստանը այդ առումով առավելություն ունի, եթե ինքը շարունակի գործերն են։ Եվ հետեւաբար այս փաստաթուղթը, այս քարտը 1947 թվականին, երբ որ Նյու Յորքի Waldrop Astoria հյուրանոցում տեղի ունեցավ հայկական առաջին կոնգրեսը, եւ պատահական չէ, որ այս Ուիլսոնի նկարը, իրավարարվճիռը մեջտեղ եկավ։ Հիշեցնեմ, սա երբ էր։ Սա աշխարհի հերթական վերաբաժանման եւ կազմակերպման շրջաններ, ՄԱԿ-ի ստեղծումներ։ Եւ այդ ժամանակ պիտի որոշվեր սահմանների հարցը։ Դրա համար այս հարցը նորից մեջտեղ եկավ, հայերը չունեին պետություն, եւ Ստալինն այս քարտը շատ լավ խաղարկեց, որի դիմաց ինքը ստացավ Լեհաստանը, որտեղ իրան առաջարկվեց կամ Հայաստան կամ Լեհաստան, ինքը նախընտրեց Լեհաստան, որ այսօր իրանց համար սխալ որոշում է, որտեղ ոչ Լեհաստանն են, ոչ էլ Հայաստանի, ես չեմ ասում Արևմտյան Հայաստան, դա Արևմտյան Հայաստան չի։ Դա Հայաստանի Հանրապետության
տարածք է։ Եվ ոչ թե դա պատմական տարածք է, դա էլ շատ սխալ է, ասեն պատմական Հայաստան, չէ, դա պատմական Հայաստան չի։ Պատմական Հայաստան Կեսարյանա, չգիտեմ Սեբաստիանա, չէ, դա Հայաստանի Հանրապետության տարածք է, որը միջազգայինորեն ճանաչվել է, ընդունվել է, ուժի մեջ է։ Ուրիշ բան, որ դա օկուպացվել է մեզանից։ Ինչպես Հյուսիսային Կիպրոսը օկուպացված է Կիպրոսից, դա չդադարես լինել Կիպրոսի տարածք։ Մեզանց էլ հետ են օկուպացրել 20 թվին են օկուպացրել։ Հետո ինչ։ Ժամանակը անօրինականությունը օրինական չի դարձնում, եթե դու չես ճանաչում օրինականությունը, այս ամբողջ հարցը։ Եվ այդ ամբողջը դրան են տանում։ Կարճ ասած, մի անգամ 46-47 ՄԱԿ-ի ձևավորման հետ էր, հիմա ակնհայտ է, չէ՞, բոլորը հասկանում են, որ հետ պատերազմյան, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը այլևս չի գործում։ Այդ ՄԱԿ-ի հնգյակը, որ կա անվտանգության խորհուրդ, հիմա Ռուսաստանին են ուզում դուրս մղեն, որտեվ ինքը այլևս ոչ տնտեսապես, ոչ ռազմականապես այդ ուժը չունի։ Սովետական միությունը համաշխարհային տնտեսության 16-17%-ն է, Ռուսաստանը 1.5%-ը չկա։ Ոչ մի բանով ուրեմն եւ հակառակը երկրներ կան, որ աճել են, եկել են, եթե Չինաստանը այն ժամանակ սովետականության աջակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ էր, հիմա Հնդկաստանն է ուզում մեջտեղ գա, մյուսները կան, այսինքն մենք եկել ենք աշխարհի վերաձևման ժամանակաշրջան, հատկապես միջին արևելքից է դա սկսել։ Ես սա դրա համար եմ ցույց տալի, որ ու հետեւաբար այս հարցերը նորից է բարձրանալու ու կրկնում եմ, սա անկախ մեր ցանկությունից կամ մեր մասնակցությունից։ Հայկական հարցը երբեք հայերի հարցը չի եղել։ Հայկական հարցը երբեք հայերի կողմից ստեղծված հարց չի եղել։ Դա համաշխարհային գերտերությունների պայքարի արդյունքում ձևավորված խնդիր արևելյան հարց է եղել, որի մասը Հունաստանն էր, որը լուծվեց, եղել է հայկական հարց, որը չի լուծվել, կիսատ է մնացել, իսկ արևելքի վերաձևավորման հարցը կիսատ է մնացել, որտեվ 20-ականներին սովետական միության գոյությամբ բան եղավ, արդեն պայքարը դարձավ ավելի շատ ոչ թե աշխարհաքաղաքական, այլ գաղափարախոսական, բայց որը 91 թվականին ավարտվեց, հիմա ավարտին են հասցվում վերջին, այսպես ասած, շտրիխները մաքրելու այդ սովետական գերիշխանության շրջանը, արևելյան Եվրոպան արդեն լրիվ ոչ սովետական է, հիմա նաև աշխատանք է տարվում նախկին սովետական հանրապետություններից ռուսական ազդեցությունը մաքրելու, այդ թվում տեսնում ենք Հայաստանում, այսինքն չեմ ուզում քաղաքականացվել, բայց այդ գործընթացն է գնում այս ամբողջը, որից հետո գալու է արդեն երրորդ փուլը։ Երրորդ փուլը վերաձևակերպման, վերաձևավորման հարցն է գալու, այդ թվում նաև սահմանների